երկիրը մեկ ինտեգրված տնտեսական համակարգից փորձում է տեղաշարժվել դեպի մեկ այլ անորոշ համակարգ։ Այսինքն որը Փաշինյանը պատրաստ չի քեզ նույնիսկ Ուկրաինայի պարագայում ինչպիսի սահմանափակումներ են մտցրել օրինակ լեհերը չեն թողնում, արգելում են ապրանքների ազատ տեղաշարժը։ Հիմա ուրեմն Հայաստանը մտնում է турբուլենտության մի լուրջ փուլի մեջ, անընդհատ լրջագույն տնտեսական հարցեր, տնտեսական խնդիրներ եւ այսպես ասենք, սա այս турբուլենտությունը շատ թանկ է նստելու եւ հայ ժողովրդի համար եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ի վիճակի է սա մարսել։ Շատ փոքր է ինքը դա մարսելու համար, ոչ այդ գիտելիքները ունի, ոչ այդ ռեսուրս ազդեցության ունի։ Նաեւ այս ընտրությունները ցույց են տալիս, որ այդ ազդեցություն, այդ ռեսուրսը դու այլևս չունես։ Կաշառեցիր մարդկանց բյուջեի միջոցներով, հետո այդ միջոցները շեշտակի նվազելու են։ Չես կարողանալու այս կաշառելու տեմպը պահել։ Հետո խնդիրները ունենալու դիմելով է Եվրոմիության, ասելու է մի քիչ էլ փող տվեք, մի քիչ էլ փող տվեք, Զելենսկու պատմությունը սենց ուղղակի ոչ թե պատերազմային վիճակի, այլ տնտեսական, ասենք պատերազմի վիճակի բերել է հայ ժողովրդի գլխին։ Չի մարսելու ինքը այս կարգի турբուլենտությունը չի մարսելու եւ ընդդիմությունը իհարկե այս ամենի ֆոնի վրա շատ մեծ հնարավորություն է ունենալու իր հարցը լուծելու։ Վիճակը կտրականապես փոխվում է։